Թեև հյուրանոցը Google Maps-ում ունի բարձր գնահատական, մեր փորձն այնքան էլ հաջող չէր։ Նշվում է, որ հյուրանոցի ընդունարանը աշխատում է 24 ժամ, սակայն երբ հասա, դուռը փակ էր, լույսերն անջատված։ Եգիպտացի զբոսաշրջիկը մի քանի ամիս առաջ է Հայաստանում նման իրավիճակի բախվել։ Այս մասին օգտատերը գրել է Traveling to Armenia Facebook-յան խմբում։ Մոտ 10 րոպե թակելուց հետո մի տղա բացեց դուռը, ասաց, որ ժամը 2-ից շուտ գրանցում հնարավոր չէ անել, չնայած նախապես տեղեկացրել էի, որ շուտ եմ հասնելու։ Վերաբերմունքը սարսափելի էր։ Երբ ներս մտա ուղեբեռը թողնելու, հասկացա, որ այստեղ չեմ մնալու։ Ընդունարանի աշխատակիցների վերաբերմունքի, տհաճ հոտի եւ հարկերում տեսախցիկների բացակայության պատճառով որոշել է այլ հյուրանոց տեղափոխվել, մյուսից արդեն գոհ էր։ Նման դեպքերը կնվազեն, երբ զբոսաշրջային օպերատորները, գործակալները, հյուրանոցային ծառայություն մատուցող անձինք, զբոսավարները եւ ուղեկցորդները հուլիսի 1-ից սկսեն ծանուցել իրենց գործունեության մասին, տեղեկացնում են զբոսաշրջության կոմիտեից։ Պահանջի նպատակները տարբեր են՝ ստեղծել հավասար մրցակցային դաշտ, պաշտպանել սպառողների շահերը, ունենալ բարելավված զբոսաշրջային ծառայություններ։ Կունենանք ծառայությունների լավ որակ, որի արդյունքում կապահովենք մեր նպատակներից, որ Հայաստանը կդիրքավորվի համաշխարհային շուկայում որպես բարձր որակի ծառայություններ ապահովող երկիր։ Ծանուցելիս պետական տուրք պետք է վճարվի, որը կախված գործունեության տեսակից տարբեր է լինելու։ Օրինակ, զբոսավարի, ուղեկցորդի համար եւ զբոսաշրջային տների համար նախատեսված է տարեկան 5000 դրամի պետական տուրք, զբոսաշրջային գործակալությունների համար, գործակալների համար 30000 տարեկան տուրք, տուրօպերատորների համար 80000 տարեկան տուրք ու հյուրանոցային ծառայություն մատուցող հյուրանոցային տնտեսության օբյեկտների համար շահագործող տարբեր են արդեն 5000-ից մինչև 150,000 դրամ տարեկան պետական տուրք է վճարվում։ Առանց ծանուցման գործունեություն իրականացնելը քրեական պատասխանատվություն է ենթադրում, տուգանքից մինչև ազատազրկում։ Կարծիքներն այս որոշման վերաբերյալ տարբեր են։ Սոցհարթակներում լիքն են չգրանցված տուրիստականներ եւ զբոսավարներ։ Այսքան տարի ինչպես ապօրինի աշխատել են, աշխատելու են։ Այս նախագծով ավելացնում եք արդեն իսկ բեռի տակ ճռացող տուրիստականներին եւ զբոսավարներին։ Ինչ է տալիս մեզ զբոսավարներից տվյալ գրանցումը։ Դրսից խմբեր բերող օտարերկրացիները ոչ մի կերպ ոչ հարկվում են, ոչ էլ վերահսկվում։ Տեղացի զբոսավարը ստիպված է լինելու հարկերից բացի վճարել պետական տուրք։ Ախր ավելի հեշտ, թեթև, պարզ ու պիտանի տարբերակներ կան ոլորտը վերահսկելու համար։ Տուրիզմի Միացյալ Ֆեդերացիայի նախագահը նշում է, որոշ երկրներ կիրառում են ծանուցման համակարգերը, որոշները ոչ։ Որոշներն էլ սկսել էին կիրառել, այնուհետև դադարեցրել։ Կարծում եմ, որ շատ ճիշտ կլիներ, եթե նախ եւ առաջ պիլոտային ծրագիր գործարկեինք այս առումով եւ ազդեցությունը գնահատեինք ոլորտի վրա, որովհետեւ երբեմն խիստ վերահսկողությունը եւ այսպես սահմանաչափ դնելը բերում է նրան, որ ոլորտը դանդաղում է առաջ գնալ, դանդաղում է զարգանալ եւ լճանում է։ Տուրիստական ընկերության տնօրենն էլ նշում է, սպասում էին այս որոշմանը։ Այժմ կան բազմաթիվ տնտեսվարողներ, ովքեր ուղղակի առանց որևէ գրանցման իրականացնում են տնտեսական գործունեություն, հարկ չեն մուծում, գրասենյակ չեն պահում որպես այդպիսին եւ անհայտ ծագման ծառայություններ են մատուցում մեր զբոսաշրջիկներին։ Դա կլինի արտագնաց զբոսաշրջության մասով, թե կլինի ներգնաց զբոսաշրջության մասով եւ վերջնարդյունքում ունենում ենք բավականաչափ տխուր հետևանքներ։ Ունենում ենք զբոսաշրջիկներ, ովքեր մնում են դրսում փողոցում ուղակի, ունենում ենք զբոսաշրջիկներ, եթե ներգնայի մասով ենք ասում, ստանում են ոչ իրավաչափ ինֆորմացիա։ Գևորգյանի խոսքով հույս ունեն, որ այս որոշմամբ որոշ չափով կմեղմվեն նման դեպքերը։ Արտերկրում գրանցված եւ Հայաստանում զբոսաշրջային ծառայություն մատուցողները եւս պետք է ծանուցեն իրենց գործունեության մասին։ Կամ եթե արտերկրի տուրօպերատորը չի ծանուցում իր գործունեության մասին, այստեղ պետք է համագործակցի, այստեղ իր գործունեության մասին ծանուցած օպերատորի հետ։ Տուրիստական ընկերության տնօրենը այս որոշումը եւս կարևոր է համարում։ Նշում է, որ վերջին տարիներին հարևան երկրներից տուրիստական ներհոսք կա դեպի Հայաստան, որը մի կողմից լավ է, մյուս կողմից ռիսկային։ Ունենք տուրիստական գործակալություններ, տուրօպերատորներ հարևան երկրում գրանցված, ովքեր իրենց ավտոբուսներով, իրենց զբոսավարներով գալիս են Հայաստան, կազմակերպում են տուրեր, եւ մենք չիմանալով թե նրանք ինչ են իրենց զբոսաշրջիկներին հայտնում, ինչպես ծառայություն են մատուցում, 2-3 օր Հայաստանում անց են կացնում եւ վերադառնում
իրենց երկիր։ Տուրիզմի Միացյալ Ֆեդերացիայի նախագահի կարծիքով պետք է այնպես անել, որ դրսի ընկերությունները շարունակել մեր երկիր զբոսաշրջիկներ բերել։ Ներգնատուրիզմում հսկայական է Վրաստանից մուտքը դեպի Հայաստան։ Ես կարծում եմ, որ այո, ճիշտ է այդ համագործակցությունը, որ վրացական ընկերությունները եւս մտնեն, իրենց մեքենաները եւս նույն կարգով անցնեն, ինչ հայկական ընկերությունները, զբոսավարները նույն կարգով անցնեն, որովհետեւ մենք հասկանանք իրենք ինչ են ներկայացնում, ինչ են պատմում, բայց միևնույն ժամանակ պետք է նաեւ հաշվարկել այն ռիսկերը, որ շատ ընկերությունների հնարավոր է դա ստիպի գնալ նրան, որ պարզապես փաթեթներից Հայաստանը հանեն։ Նախատեսվում է նաև զբոսաշրջային ծառայություն մատուցողների համար սահմանել 20 միավոր եւ սահմանված պահանջները չպահպանելու դեպքում միավորներ հանել։ Սա դեռ նախագիծ է, կախված խախտման դեպքից կամ բողոքների քանակից, պարզ կլինի, թե որքան միավոր պետք է իջեցվի։ Խնդիրը վերացնելու դեպքում միավորները հնարավոր կլինի վերականգնել։ Եթե 1 տարվա ընթացքում 20 բալը ամբողջությամբ սպառվի, ծառայություն մատուցողի գործունեությունը կդադարեցվի։ Խնդիրները շտկելու դեպքում հնարավոր կլինի նորից ծանոթել գործունեության մասին։ Միավորները իջնելու են փաստացի հիմնավորված ու վերջնական վարչական ակտի հիման վրա ու չգիտեմ, միգուցե մրցակցային ինչ-որ բանից ելնելով լինեն բողոքները կամ ինչ-որ սպառող ուղակի ինքը այլ պատկերացումներ է ունեցել, բայց իրեն իրականում տրամադրվել այն ինֆորմացիան, այս ամեն ինչը պետք է ուսումնասիրվի առանց ուսումնասիրման, առանց այդ բողոքը վերլուծելու որևէ միավոր, որևէ ծառայություն մատուցող անձի այդ համակարգից չի իջնելու։ Հետագայում բողոքները կհասցեագրվեն պետական այն մարմիններին, որոնք իրավասու կլինեն բողոքին ընթացք տալ։ Աղբալյանի խոսքով կան նման մասնավոր համակարգեր, ինչպիսին է օրինակ TripAdvisor-ը կամ Booking-ը, որոնց հետևում են թե սպառողները, թե տնտեսվարողները։ Ամենառեալ բողոքները հենց այդ կայքերում են դրվում, այդ համակարգերում են դրվում եւ ամենաշատն էլ դրանց են հետևում։ Ես այսպեսի պարզ օրինակ բերեմ, եթե օրինակ որևէ հյուրանոց իր չափանիշներին չի համապատասխան ծառայություն չի մատուցում կամ նախապես գովազդված ծառայությունները չի մատուցում, եթե բողոքենք որևէ պետական մարմին, դա տևելու է շատ երկար ժամանակ, դա պահանջելու է հետաքննություն եւ այլն, սակայն եթե սպառողը անմիջապես որևէ հղում կամ որևէ մեկնաբանություն է թողնում այդ ամրագրման համակարգերում, բազմաթիվ այլ սպառողներ առաջին հերթին հետևում են դրան։ Ըստ Աղբալյանի որևէ բիզնես չի ցանկանա, որ հրապարակայնորեն իր գործունեության մասին վատ կարծիք հնչի։ Պետական համակարգերի դերը շուկայական տնտեսություններում սկսել է աստիճանաբար նվազել։ Այս առումով չգիտեմ որքան պրակտիկ է լինելու նման մոտեցումը։ Ամեն դեպքում բողոքներն էլ հնարավոր է երբեմն տեղին են, երբեմն տեղին չեն, եւ այս առումով դրանք հետաքննություն են պահանջելու, ինչը պահանջելու է ռեսուրսներ եւ երբեմն էլ արդյունքը լինելու է ուշացած։ Զբոսաշրջության կոմիտեից էլ տեղեկացնում են, հաճախ թե զբոսավարներից, թե զբոսաշրջային օպերատորներից լսում են, արտերկրի գործընկերները պահանջում են պետության տված լիցենզիա, որակավորում կամ երաշխիք, որ իրենք Հայաստանում գործունեությունը օրենսդրությանը համապատասխան են ծավալում։ Ընդհանուր ծանուցումը ու նաև վարկանիշավորման համակարգը իրենց կօգնի, որպեսզի իրենք նաև արտերկրի իրենց գործընկերների հետ համագործակցությունը ճիշտ ուղով տանեն։ Այսպիսով հուլիսի 1-ից ծանուցման համակարգը կգործարկվի։ Պատասխանատուները կփորձեն այնպես անել, որ զուգահեռ սկսի գործել նաև բալային համակարգը։ Լիանա Խաչատուրյան, Հովհաննես Քյոսեյան, Լիլիթ Հովհաննիսյան, Կիրակ Նորյալ լուրեր։